Ну я тысячу раз обрывал провода, сам себя кричал, ухожу навсегда. Նայում напарникս կողքս չկա, համիկ Урես, ну я буду с тобой или буду один. Համիկս միամիտ կպաբաց հոսանքին, ու մութ երկնքում տեսանք նրա հոգին, դարձավ սայլուտ Չէ, զրո ուշադրություն Սա գարայս ինչա դարես կյանքը բտել էր հեռախոսի մեջ Այն օրը մեկին տենց սիրա հարվել էի, ասեցի հետևից գնամ Տատանվող հոսանքան լաների նման մի 2 կիլոմետր զգացմունքներից մասին կմկմալով հետևից գնացի Ասի զգացմունքներից մասին պատմեմ, ասի բարև ձեզ, կարելի է ձեր հետ ծանոթանալ Նաուշնիկը հանեց ականջից, ասեց կներեք ինչ, հիասթափվեցի, ասի կարող է 500 դրամ լնի մոտդ, քուրիկ ջան, 10 անգամ չիկուշ կառնեմ, դարդերս մոռանամ, ասեց գնա աշխատի այ բոմժ, ասեց ու մտավ դեմի սաունա, բոլորի ուշքում միտքը փողն է, ինչ սեր, ինչ կիրք, ճնես կրքի պահով, նազիկես ամենաուժերը, հիշում եմ, առաջի անգամ հոսանքա հարվել եմ մեր առաջի գիշերը, Տնաշենի աղջիկը նենց արագ սվիտերը հանեց հոսանքա հարվեցի Դե գիտեք առաջվային սվիտերների մեջ ավելի շատ հոսանք կար, քան ատոմակայանում Գիշերը ամեն հավվել հագնելուց սեյնակը լուսավորվում էր առաջ լավ էր էլի Մեր հավանած աղջկան դրսում տենում մոտենում էինք Կամ ասում էր չէ, կամ ասում էր ժամանակ որ մտածեմ Իսկ հիմա Պետք է դրսում մեկի տենաս, այդքան Instagram-ով գտնես, գրես, նոր իմանաս ինչ կլինի։ Չնայած այն վաղտե մի բան չէր, այդպես դրսում մի հատ աղջկա հետ ծանոթաց, հա։ Ասես պետ ջան, ժամանակ դուր մտածեմ, դե ժամանակ տվի, մի 6 ամիս անցավ, ընկերոջս հետ նամակ ուղարկեց։ Բացեցի նամակը կարդացի, գրել էր համաձայնը, 6 ամիս անց։ Ես այդ նամակը ծալեցի Տվի ընկերոջս ասի տարտուր այդ աղջկան, ասա ինքը արդեն ուրիշ աղջկան համակի է սպասում Դեբիլ էլի Հիմա դրա հետ ամուսնացած կնեի, հարուստ կնեի Դրա հերը էլեկտրական մեքենաներ է բերում ծախում Բաչի նազիկի հերը Դրսում նայում ով է խախտում ան, նկարում ուղարկում է պարեկների կամ շամշանին Կլյավզնիկ Պետիկ ջան, իմ հետ ես խոսում Չէ, ես քո հետ խռովել եմ Իմ նվան ջայլ ջիվանին թողած մտել ես կոմպի մեջ Одноклассников сейчас на сайте ես անում Այնինչ քո արքայազն сейчас на ресторане Նախ ես համակարգչով աշխատում եմ Երկրորդ, դու ամուսնացած ես Եվ երրորդ, շեֆը քեզ է սպասում, մտի Նախ համակարգիչ չի, կոմպյուտեր է Դրանով չեն աշխատում, դրանով խաղում են Երկրորդն էլ այո, ես ամուսնացած եմ Այնինչ նշանակում է, որ ես ոչ թե արքայազն եմ, այլ արքայ եմ Եվ երրորդ ոչ թե շեֆը կանչում է Հիանալի սրահում և որոշել ենք այսօր ամուսնացնել մեր զույգին, ինչի առնչով ես շատ ուրախ եմ ձեզ հետ էր պարոն Պլենոնյանը հանդիսաբար, որ ձեզ հետ է սրտով, հոգով, ամեն ինչ կանեմ, որ ձեր առիթը հասնի ուղղակի հիանալի, այո
ես երաժշտությունը։ Ես պենն էլ անջատեք, պետիկ ես ով է։ Ես շատ իմանամ ես ով է։ Վեցը սեյրայ է, հետներս ֆռում է։ Գնա ապելը։ Կներեք, իս դուք ով եք։ Պետիկ, չճանաչեցի, շեֆը եմ այդ աղա։ Լուր շեֆ դու ես։ Ես ինչ լավնա լուկը շեֆ։ Լուկ չի, լուկա, պետիկ, լուկա։ Այ ինչ ուզում ա լինի, շատ լավ է։ Բա հիշում ես այն արկղերը, որ ժանգոտվողները փոխարինեցինք պողպատյա ժանգոտվող արկղերով։ Այդ էս դրական փոփոխություն ա եղել քո հագուստի աշխարհում։ Էլ վերջապես այդ կարճ մայքեն ու հոլիդե շալվարը չես հագնի։ Հələ մի րոպե։ Իսկ կարող ես սիրահարվել ես։ Ամուսնանում ես է։ Թո չէ այ պետիկ ջան, ինչ ամուսնանալ, ինչ սիրահարվել։ Այսօր հանդիսաբար եմ, երեկոյան գնալու եմ Թամադա աշխատեմ Ֆրթը ռեստորանում։ Ուզում ես ասես վաղ էլի այն նույն շորերով ես գալու։ Հա ինչ վատ է, որ ընտիրել շորեր էր։ Լավ էլի, պարոն Լենոնյան է։ Բա էդ ես ասում, հեն ազատ օրերս էլ գնում եմ DJ եմ աշխատում։ Ախր նորմալ աշխատավարձ ես ստանում, քեզ ես բան է պետք, հա։ Հարցը փողի մեջ չի, պետիկ։ Ես այդ գործը սիրում եմ, դա իմ հոբին է։ Ավելի լավ է դու ասա ես 3 օրա ուր ես չկաս գործը սկսելա։ Ոնց ուրեմ չկամ։ Աշխատում եմ։ Մատուցող եմ։ Մատուցող ես։ Այո, էլեկտրաէներգիա եմ մատուցում մեր բաժանորդներին։ Ամբողջ օրը ստոլբից ստոլբա եմ գնում, վտանգելով իմ աչքի լույսը եւ կյանքը։ Մարդկանց լույս եմ տալիս մութ ձմռանը եւ այդ ամենը առանց թեյավճարի իմիջայլուց։ Պետիկ, 2 հատ լուր ունեմ։ Մեկը լավն է, մյուսը ավելի լավն է։ Որից սկսեմ։ Որից առաջ ստորակե դիր ասա, շեֆ ջան։ Նոր առաջադրանք ունենք։ 20000 մետր գոլի պռովոդ պետքա փոխենք սիպ տեսակի օդային գծերով, որը ավելի անվտանգ է եւ հուսալի։ Դա ժողովրդի համար է լավ։ Ոդկս գետնից կտրվում է։ Գոնե մեկ մեքենա առնեիք, ոդկս գետնից կտրվեր ուրախանալ։ Այ երկրորդ լավ նորությունն էլ դրա մասին է, որ դու այսօրվանից ունես լավ մեքենա դրսում կանգնած աշխատանքային եւ իհարկե պարգևավճար։ Ինչ լավ բան ասի, շեֆ ջան, բա ուր է։ Մեքենան դրսում է, իսկ պարգևավճարը այս 2 օրը մի բան կանեմ, կգցեմ քարտիդ։ Բա ինչ անեմ, պետիկ ջան, կոստյումի գները տեսել ես, ախպեր շատ թանկ է։ Դե լավ, հերիքա։ Այս բանալները վեկալ հելի անցի գործի։ Այսքանի օրա չես եկե աշխատես, ես էլ հելնեմ էթամ հանդիսության տեղը մինչ ուրերը կհավաքեն, մի քիչ սաունդ չենք անեմ միկրոֆոնովս, մինչև առիթը սկսի։ Ինչ ասեմ, քեզ բարի ժամանց, մեզ էլ ուրախ աշխատանքային տարվա սկիզբ։